բոլորիդ, սիրելի Աստծո ժողովուրդ, on-line ժողովուրդ։ Այսօր ուզում եմ խոսքը սկսել Աստվածաշնչյան մի շատ գեղեցիկ տողերից, որը գրված է Սաղմոս 2-ի 138-րդ գլխի մեջ։ Եվ այսպես ասում է. Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս, Աստվածների առաջին քեզ սաղմոս կասեմ, երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը, քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքը, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքդ։ Հասկանում ես սիրելիս այս ակնարկը ինչ է ուզում ասել։ Աստված անգամ իր խոսքը իր անունից վեր է դասել։ Ես ուզում եմ, որ սա դու հասկանաս։ Ուղղակի քանի որ այս տողերով սկսում ենք, ուզում եմ նաև ասել, եթե Աստված խոսեց իր խոսքը, ով է մարդը, որ երբևիցե նրան լռեցնե։ Եթե Աստված խոսեց իր խոսքը ինչ որ մեկի բերանով, ով է ընդհանրապես մարդը, որ կարողանա այն անոթին լռեցնել։ Այսօրվա մեր թեման է լինելու սիրելիներ, կնոջը լռեցնել պետք չէ։ Ես ահագին ժամանակներ անցել այս իրավիճակներից, որ Աստված ինձ հորդորում էր անդադար այս խոսքը, այս թեմայի շուրջ վերաբերյալ գրել այս խոսքը, եւ այսօր կարծես թե այդ օրը հասել է, որ մի փոքր աշխարհին պիտի քարոզվի, թե ինչ է նշանակում ընդհանրապես Աստծուն չլռեցնել եւ Աստծո ընտրված անոթներին երբեք մարդը չհամարձակվի լռեցնել կամ կարծի թե երբևիցե կարող է լռեցնել, այսպիսի բան չկա։ Էլի եմ կրկնում, եթե Տերը խոսեց, ով եմ ես կամ ով ես դու, որ երբևիցե Տիրոջ խոսքը նրա բերանից լռեցնես։ Եվ ինչ որ խոսքը կքարոզվի, ես ուզում եմ Տիրոջս երկրպագել։ Դու էլ միացիր ինձ հետ։ Թակավոր իր դու իմ սրտում
երկնային բարեքով որ ձգտի երկինք սիրտայի ապրեմ քեզանով թագավորիր դու իմ սրտում երկնային բարեքով որ ձգտի երկինք սիրտայի ապրեմ քեզանով ով Տերը դու շատ բարձրերում ես բայց սրտով խոնար քո փառքը երկնքից վրա ու սրտանմար թագավորիր դու իմ սրտում լինեմ ես խոնար տեսնեմ սրտիմ կյանքում ապրեմ քեզ համար թագավորիր դու իմ սրտում լինեմ ես խոնար տեսնեմ սրտիմ կյանքում ապրեմ քեզ համար ապրեմ քեզ համար Ինչ որ մեկը կա, որ կարող է այս պահին բարձրաձայն ասել. Տեր, ես ուզում եմ ապրել քեզ համար։ Ես ուզում եմ ապրել միայն քեզ համար եւ քո կամքով։ Այո, սիրելիներ, կնոջը լրացնել պետք չէ։ Ինչու՞։ Սա գերագույն Աստծո կամքն է եղել միշտ։ Կնոջը չլրացնել, չանարգել, չհամարել որպես թույլն անձ, այլ ընդհանրապես հարգել է պետք։ Մինչդեռ որ խոսքը կուզենամ սկսել Ծննդոց գրքից առաջի աստվածաշնչյան էջերից, 3-րդ գլուխ կարդում եմ 6-րդ խոսքը։ Եվ ասում է Աստվածաշունչը, եւ կինը տեսավ, որ ծառը լավն էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մաշտին էլ տվավ, եւ նա կերավ, եւ նրանց երկուսի աչքերը բացվեցին, ասում է Աստվածաշունչը։ Երբ որ մեր կյանքում կատարվում է մի շատ կարևոր բան, Կարծում ենք այս տողերը ուղղակի հենց այնպես անցնում ենք, կարծես մի ճանապարհ էր, դե քայլեցինք եւ անցանք, ոչ սիրելիս։ Այսօր ես ուզում եմ ավելի ստույգ դու հասկանաս, որ ասում է կինը տեսավ պտուղը, որ գեղեցիկ էր, աչքերին փափագելի էր, նայելի էր եւ կինը վերցրեց եւ այդ պտղիցը կերավ, այն պտղիցը, որ Աստված ինքը արգելել էր Ադամին։ Ես ուզում եմ դու ստույգ հասկանաս, մինչդեռ որ կինը չէր արարվել, Աստված Ադամին արգելել էր։ Ադամը առաջին մարդն էր, ով Աստված ստեղծեց
տղամարդ լինելով եւ Աստված պատվիրեց Ադամին։ Աստվածաշունչը չի ասում Աստված պատվիրեց Եվային, մինչդեռ որ այն Եվան դեռ գոյություն չուներ, ասեց պատվիրեց Ադամին, որ բոլոր ծառի պտղիցը կուտեք, բայց այս չարի ու բարու ծառի պտղիցը չուտեք։ Եվ հիմա ասում է կինը կերավ եւ կինը տվեց ամուսնուն, ամուսինն էլ կերավ։ Ես ուզում եմ որ մի բան, երբ որ դու ընդհանրապես ամբողջ պատճառը, ամբողջ աշխարհի մեջ թե Աստվածաշնչով դարձել է այս պահը, միշտ որ ասում է Եվան թույլ գտնվեց պտուղը կերավ, ասեմ քեզ շատ մի կարևոր բան, Ադամ, ով էլ ուզում ես լինի։ Ինչ էլ ուզում եք անունդ այս պահին լինի, ուզում եմ որ դու հասկանաս, այդ պտղիցը դու ես կերել։ Գիտեք, ընդհանրապես մարդուն այնքան գեղեցիկ է ստացվում, որ ինքը մատը տնկի ինչ-որ մեկի վրա, միջդեռ որ նա ինքը իրենով ներքուստ մեղավոր է, որովհետև Աստվածաշունչը ասում է մարդն էլ կերավ։ Այսինքն երկուսն էլ ճաշակեցին չարի պտղիցը, երկուսն էլ ընկան Աստծո փառքիցը։ Ինչու եմ ես սա կրկնում։ Սա շատ կարևոր է հասկանալ, ինչու այս թյուր գաղափար աշխարհի մեջ, որ այսպես ծլել եւ ծաղկել է, որ կինը ինքը թույլ անձնավորություն է։ Բնավ դու այսպես ես կարծում։ Բնավ դու մտածում ես, որ կինը թույլ անձնավորություն է, եւ որ ես քեզ ինքս կպատմեմ, կամ դու մի պակնայես կնոջ կյանքին, թե որքան ցավեր է նա կարողանում դիմանալ, միայն արտաբերեմ այն ցավը, երբ որ կինը ծննդաբերում է, դու երբեք չես կարող ասել, որ կինը թույլ անձնավորություն է, քանի որ կինը ամբողջ իր մի կյանք ցավերով ծնվում է եւ ցավերով մահանում է, չեմ էլ ասում այն մնացած ցավերը, որ ամուսինը կնոջը ամբողջ մի կյանք անարգելով, ասեմ երկրի վրա 70%-ը դու հասկացի 90%-ը կնոջը ծեծելով, դաղելով եւ բռնաբարելով չեն տալիս նրանց կյանք ապրելու։ Կինը քո աչքին է կարող է տղամարդ շատ թույլ էակ, բայց նա Աստծո աչքին ուժեղ էակ է։ Եվ այսօր ես պիտի պաշտպանեմ, ես այսօր չեմ խոսելու, բացարձակապես էմանցիպացիայի չեմ խոսելու։ Ես բնավ աստվածավախ մարդ եմ, եւ ես հասկանում եմ, երբ որ Աստված ստեղծեց Ադամին եւ կնոջը, նա կնոջը ստեղծեց Ադամի կողի ոսկորից, եւ ես հասկանում եմ բնավ, որ Աստված տվեց իշխանությունը ամուսնուն, եւ ես ընդհանրապես միշտ ասել եմ ու կասեմ, ես երանելի մարդ կգտնվեի, եթե ես ծնվեի 100 տարի առաջ, ես երանելի մեկը կգտնվեի, որ ծնվեի այն ժամանակներում, որտեղ որ կինը հարգում էր ամուսնուն, իսկ ամուսինը սիրում էր կնոջը, բայց այսօր մենք չենք ապրում այդ ժամանակներում, այսօր դարձել է կարծես ինչ ամեն ինչ խաղոպաշ, ով ինչ ասես, ով ինչ ուզես անում է, ես դրանից չեմ խոսում, էմանցիպացիան իմ համար դա ոչ աստվածաշնչյան պահ է, բայց քանի որ կանայք արդեն համբերություն իրենց մեջ չունենալով սկսեցին իրենց պաշտպանել, որովհետև այն իրական պաշտպանը, որ պիտի լիներ կնոջ կողքին, ուր էր Ադամը, ուր է իր Ադամ, երբ որ քո կինը օձի ծառի մոտ կանգնած պտուղն էր, բավականին նայում եւ սկսում արդեն իսկ երկրպագել այդ պտղին, ուր էիր դու Ադամ։ Այսօր մենք խոսենք թուլությունից եւ այսօր ամենքս կհասկանանք, թե որտեղ է կնոջ թուլությունը, նաեւ որտեղ է տղամարդու թուլությունը, որովհետեւ երբեք չկարծես աշխարհի մեջ, որ կինը թույլ անձնավորություն է, ես այսօր պիտի պաշտպանեմ։ Պիտի պաշտպանեմ այն կանանց, ովքեր որ այնքան ուժեղ են այս երկրի վրա գտնվել, այնքան կանայք են գտնվել ուժեղ այս երկրի վրա, որ անգամ նրանք պատերազմել են եւ պատերազմում են, թե չարի դեմ, թե աշխարհի մեջ, թե իրենց ամբողջ մի կյանք կործանելով իրենց չար տղամարդկանց կողքին պատերազմում են նրանք, այո, ես այսօր այդ եմ խոսելու, սկզբնակ, հարց եմ տալիս, ով է թույլ էակը, ով է առաջին մարտասպանը, ըստ Աստվածաշնչի եմ ես այսօր խոսելու, ես ուզում եմ որ սիրելի անձ դու հասկանաս այսօրվա խոսքը չի լինելու մարդկային դոգմաներ, այսօրվա խոսքը չի լինելու երբեք աշխարհից վերցրած թեմաներ, այսօրվա խոսքը լինելու է աստվածաշնչյան ցիտատներ, որով որ դու երբևիցե երբ որ կմեղադրես կնոջը, կհասկանաս, որ այն երբեք այդպես չի եղել։ Ով էր առաջին մարտասպանը, ըստ աստվածաշնչի, այն կին էր թե տղամարդ։ Այն Կայենն էր, չէ, այն Աբելի եղբայրն էր, չէ, որ իր եղբորը սպանեց։ Իսկ ով էր առաջին բռնաբարողը, ըստ Աստվածաշնչի, այն Ամնոնն էր, ով որ բռնաբարեց իր քույր Թամարին, տղամարդ էր, չէ, այն։ Ով է աշխարհի մաֆիան ղեկավարում,
հարց եմ տալիս քեզ աշխարհ, կինը թե տղամարդը, իսկ ով է զբաղվում մանուկների պոռնոգրաֆիայով, մինչդեռ որ տարածված են ամբողջ ցանցերում, որ ինչ այլանդակ կերպ ասես, որ այդ մանուկներին չեն բռնատատում եւ հարստահարում, ով է դրանց հետևում կանգնած, կինը թե տղամարդը, իսկ ով է զբաղված կանանց բիզնեսով, ով է զբաղված այն բիզնեսով, որ գողանում են անմեղ կանանց, տանում են որոշակի երկրներ եւ տեղեր, վերցնելով անձնագրերը նրա ձեռքից եւ ստիպելով մարմնավաճառությամբ զբաղվել, կինը թե տղամարդը, ինչ ես կարծում, որն է թուլությունը, որն է կյանքում մարդկային էության թուլությունը, ինչն ես դու այսօր կոչելու թույլ կամ ինչն ես դու այսօր կոչելու ուժեղ, դու այս ամեն ինչը, ինչ որ ես թվեցի, դու հասկանում ես, որ ամենամեծ թուլությունը այս ամեն ինչի մեջ է։ Հիմա, եթե կինը թույլ էակ է, ապա ով է ուժեղ էակ տղամարդը, ով։ Այս թվացյալների մեջ ես չեմ գտնում ոչ մի տղամարդ, որ կասեմ, նա ուժեղ է գտնվել երբևիցե, ես չեմ խոսում այն տղամարդու մասին, ով որ աստվածավախ ապրում են, ճիշտ հասկացեք, ես այսօր խոսելու եմ այն ընդհանրապես ձեռնոց նետողներին, որ չհասկանալով արտաբերում են իրենց բերանից խոսքեր, որը որ երբեք Աստծո կամք չի եղել ու չի լինի, եւ ես պիտի սկսեմ այստեղից, որ ես էլ կարողանամ նրանց ձեռնոց նետել ու բացատրել ու ասել, եթե Տերը խոսեցրեց, ով ես դու, որ երբևիցե համարձակվես լրացնել։ Հիսուսի մոտ բերեցին կնոջը, ով զբաղվել էր պղծությամբ, դուք լավ գիտեք, բերեցին գցեցին նրա ոտների առաջ եւ ասում էին, սա մահի արժանի է քարկոծման։ Իսկ ուր էր այն տղամարդը, ով որ այդ կնոջ հետ բռնացրել էին, իսկ ինչու այդ տղամարդուն չէին բերել։ Գիտեք ինչ, սիրելիներ, ամբողջ մի կյանք մենք հասկանում ենք մի բան, դե կինը թույլ է, դե կինը ստիպված է, դե կինը անում է, դե կինը ինչ պատճառներով գործում է այդ սխալները, բայց եկեք մի բան հասկանանք, եթե այդ կնոջ կողքին չգտնվեր այն տղամարդը, ով որ ինչ պատճառներով ստիպում է կնոջը, կամ համոզում է կնոջը, կամ բռնադատում է կնոջը, հասկանանք, ընդհանրապես, երբ որ ասում ենք, որտեղ կա ակցիա, այնտեղ կա ռեակցիա, առանց ակցիայի ռեակցիա չի լինում, սիրելիներ։ Միայն կինը իրենով չի կարող պղծվել, կնոջը պետք է տղամարդ, միայն տղամարդ առանց կնոջ չի կարող պղծվել, նրան պետք է կին։ Եվ երբ որ մենք հասկանում ենք, որ սա կարծես թե ոչ թե մոնոլոգ է հնչվում, այս ամենը հնչվում է դիալոգ, բայց այդ դիալոգի ետևում մենք հաճախ բոլորս ենք մոռանում եւ մեղադրում ենք միայն մեկ էակի, բայց չմեղադրելով, որ այն կողքինն էլ է մեղք գործում, այն կողքինն էլ է զբաղված որոշակի բաներով, որը որ ըստ Աստվածաշնչի մեղք է եւ սրբություն չէ։ Կաշտում եմ առաջին Կորինթացիս 14 գլուխ։ Երեսունչորսը։ Այստեղ Պողոս առաքյալը ամբողջ Աստվածաշնչի մեջ այս մի ցիտատի մեջ է Պողոս առաքյալը խոսում մի շատ կարևոր բան, որը որ կրոնավորները, կրոնականները, հավատացյալները, լիդերները, ովքեր որ տղամարդ են իրենք ինքնուստ, փորձել են այս մեկ ցիտատի վրա համարձակվել, կապել այս բառակապակցությունը։ Կինը իրավունք չունի քարոզելու։ Այս մեկ ցիտատն է, եթե դու Աստվածաշնչի մեջ կգտնես, բայց այս ցիտատից, որ խոսել է Պողոս առաքյալը, եւ նա գիտի ինչի հիմքի վրա է խոսել, դու կասես, որ Աստվածաշունչը դու չգիտես, այս մեկ խոսքը վերցնելով, ամբողջ Աստվածաշունչը փակել կողքի դնելով, համարձակվել են նրանք լրացնել կանանց արդեն իսկ 2000 տարիներ։ Եվ որն է այդ խոսքը։ Պողոս առաքյալը խոսում է այսպես. Ձեր կանայքը եկեղեցիներում է լուր կենան։ Հիշեք, ձեր կանայքը, որովհետև նրանց հրաման չկա խոսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպես օրենքներն ասում է։ Բայց եթե ավելացնում եմ ես այս երկրորդ խոսքը, բայց եթե մի բան կամենան սովորել, թող տան մեջ իրանց մարդկանցից հարցնեն։ Այստեղ Աստվածաշունչը ասում է, եկեղեցիներում է ձեր կանայքը լուր կենան։
Մենք որոշակիորեն պիտի հասկանանք տարբերել եկեղեցիներումը ձեր կանայքը լուր մնալը կամ եկեղեցում ինչ որ մի կինը քարոզել տարբերությունը։ Սրանք տարբեր բաներ են, ինչու։ Ես ասեմ քեզ, այս մեկ ցիտատը չի պարունակում ողջ Սուրբ Գիրքը։ Այս մեկ ցիտատ է, որ կրոնասերները եւ աշխարհը որոշեց, որ կինը պիտի ընդհանրապես լռի եւ տանը իր ամուսնուն հարցնի։ Ես քեզ հարց եմ տալիս միշտեր տանը կինը իր ամուսնուն կհարցնի։ Ես տանը ամուսին չունեմ, իսկ ում պիտի հարցնեմ։ Ում։ Հասկացար հիմա։ Պահը ինչու՞մն է։ Այն ժամանակներում սիրելիներ եղել են կանայք, կներեք, որ այսպես կարտաբերեմ, բայց սա աստվածաշնչյան խոսք է, նրանք եղել են տգետ։ Տղամարդիկ ընդհանրապես կանանց թույլ չեն տվել նրանք զբաղվեն ինքնաուսումով։ Տղամարդիկ այն ժամանակներում թույլ չեն տվել, որ կանայք ուսում ստանան, դպրոց գնան, սովորեն։ Դուք լավ գիտեք այդ տարիները, երբ որ դուք հետ եք դառնում, դուք հասկանում եք, որ առաջի որ դարում էր, երբ որ կինը դարձավ բժշկուհի, կին արմատը փորձեց սովորել բժշկական ինստիտուտ, որ ժամանակներում էր, եւ կինը այն ժամանակներում ծնվել է, ապրել է միայն տղամարդուն գոհացնելու համար, եբութապի համար, երեխա ծնելու համար, երեխա դաստիարակելու համար, որը որ ես ձեզ ասեմ վատ բան չէ, սա էլ է մեծն առաքելություն, աստվածային առաքելություն է սա Աստված տվել է կնոջ ընտանիքին կին, որպեսզի նա զավակներ ծնի եւ երջանիկ ապրեն ընտանիքները, բայց ես նորից ուզում եմ կրկնեմ, կանայք այն ժամանակներում եղել են տգետ առանց գիտության։ Դրա համար էլ նրանք ամեն մի եկեղեցում գործված խոսքի ժամանակ մեջ են մտել, սկսել են խոսել, սկսել են հարցեր տալ, որովհետեւ նրանք տգետ են եղել։ Եվ դա է պատճառը դարձել, քանի որ դա եկեղեցու մեջ պարակտումներ է բերել, խառնակցություններ է բերել եւ բերել է որոշակի, ինչպես ասեմ, որոշակի լարվածություններ։ Պողոս առաքյալը այն ժամանակվա եկեղեցու կանանց համար է սա գրել։ Ես ուզում եմ, որ մենք մի փոքր ստույգ ժամանակները կարողանանք հասկանալ։ Աստծո խոսքը մնում է հավիտյան, Աստված երեք այսօր եւ վաղը մի նույնն է, նա սուրբ է, նա հավիտյան նույն Աստվածն է, բայց սիրելի ժամանակները փոխվում են, եւ որ մենք ասում ենք, որ այսօր կանայք կիրթ են, այսօր կանայք գնում են դպրոց, այսօր կանայք սովորում են, ավարտում են, կրթվում են, էմանցիպացվել են նրանք։ Եվ այն ժամանակներում այդ կանայք այդպեսին չեն եղել, սա է պատճառը դարձել, որ Պողոս առաքյալը այս խոսքով ցանկացել է սաստել որոշակի կանանց, որոնք որ լարվածություններ են ձեռք բերել եկեղեցու մեջ։ Սա է միակ պատճառը այս խոսքի, այստեղ ոչ մի տեղ չկա գրված, որ կին իրավունք չունի քարոզելու։ Ես նորից եմ ուզում, այստեղ գրված է ձեր կանայքը, ամուսնացած ձեր կանայքը, ձեր կինները եկեղեցիներումը լուր կենան։ Լուր կենանը չի նշանակում, որ չքարոզեն։ Լուր կենանը չի նշանակում, որ չմարգարյանան, որովհետև երբ որ դու շարունակաբար կարդում ես, հասկանում ես, որ Պողոս առաքյալը նաև խոսում է այն կանանց մասին, ովքեր որ կան եւ այն ժամանակներում մարգարյանում էին, հատուկենտներն էին նրանք։ Ամբողջ հին ուխտի մեջ գտնվել են մարգարեներ կանայք։ Հիշիր Դեբորային։ Հիշեք այս կանանց դեռ հին ուխտի մեջ, իսկ եթե Աստված կանանց բերանը լրացնող Աստված լիներ, հիշեք Ահարոնի քրոջը Մարիամին, Մովսեսի, նա մարգարեր։ Եթե Աստված լրացներ, Աստված այն ժամանակներում կլրացներ կնոջը։ Այստեղ մեկ ուրիշ բան կա, եւ այս բանի վրա մենք պետք է հասկանանք, թե որն է ճշգրիտը։ Եվ Պողոսը նորից կրկնում եմ գրելով այս խոսքը, ոչ թե արգելեց կնոջը խոսել, այլ արգելեց կնոջը չխանգարել։ Սրանք տարբեր բաներ են։ Իսկ հիմա ես բացում եմ Հովելի մարգարեությունը եւ կարդում եմ մի շատ կարևոր բան։ Կներեք ինձ, Հովելը մի փոքր կորած է արանքներում։
Հովելի մարգարեություն երկրորդ գլուխ 28-29 այսպես է ասում. Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջիկերքը, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, եւ ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ Հովել մարգարեն Քրիստոսից առաջ 830 մոտավոր տարիներ առաջ է գրել այս մարգարեությունը։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է ասել, որ այդպես չէ, ուրեմն նա պիտի ասի, որ այս գիրքը պիտի եղծանվի։ Այս գրքի մեջ է տեղ գտել այս տողերը։ Մարգարեացել է այս Հովել մարգարեն, ասում է այստեղ իմ հոգին, Աստված է խոսել նրա բերանով, իմ հոգին, այսինքն իմ Սուրբ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Ինչ է նշանակում ամեն մարմնի վրա։ Նշանակում է ամեն մարմին արու թե էք։ Եվ այս խոսքից ելնելով հասկանում ենք, որ եթե Աստված խոսել է, եթե Աստված տվել է վերջին ժամանակներ, այսօր մենք ապրում ենք վերջին ժամանակների մեջ, սիրելիներ, եւ այս վերջին ժամանակներում է, որ կատարվում է սա, որ շատանում են կանայք, ովքեր քարոզում են, շատանում են այն կանայք, ովքեր մարգարեանում են, ես իհարկե ի նկատի ունեմ միայն ու միայն ճշգրիտ Աստծո այն կանայք, ովքեր որ իրապես ծառայում են Աստծուն, ոչ թե իրենց որովայնին, որովհետև Աստվածաշունչը նաև ասում է, շատ մոլորեցուցիչներ կգան եւ կասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն, իսկ դու ուզում ես հասկանաս, դու պիտի չմոլորվես։ Դու ընդհանրապես պտղիցը ճանաչիր այդ ծառը, ինչ է խոսում այս մարդը այստեղ կանգնած, քեզ ինչ է քարոզում։ Քարոզում է, որ Աստված սեր է, քարոզում է, որ Աստված քո կյանքը կօրհնի, եթե դու նրան միայն հավատաս, ոչ սիրելիս։ Այս կինը քարոզում է քեզ մի կարևոր բան, եթե չապաշխարես, հավիտենական կյանքը չես ժառանգի։ Եթե չապաշխարես, ուրեմն Քրիստոսի այրունը քեզ համար եղել է քո անզգան ոտերի տակ կոխրջված մի բան, որ դու երբեք այն չես էլ գնահատել։ Եթե դու չապաշխարես, երբեք երկնքի դռները քո առջև չի բացվի։ Ես երբեք փափուկ բարձ չեմ դրել ու չեմ էլ դնելու, ու ես փառք եմ տալիս իմ Տիրոջը, այն երկիր արող Աստծուն, ով որ տվել է ինձ իշխանություն, իշխանությունով խոսելու եւ քեզանից չվախենալու։ Իսկ եթե անարգես անարգիր, իսկ եթե կդատես, դատիր։ Եթե դու ինձ դատես եւ այ խոսքը, ինչը որ խոսում է Աստվածաշունչը, ապա դու դատեցիր քո Տիրոջը, ապա դու դատեցիր քո Տեր Աստծուն եւ նրա խոսքը։ Եվ այդ ընդհանրապես եկեք ոչ մեկս չհամարձակվենք, ինչ որ Աստծո ճշգրիտ խոսքը դատել։ Հիմա Երկրորդ Պետրոսի մեջ գրված է այսպես. Երրորդ գլուխ Երկրորդ Պետրոս 15-16 Եվ մեր Տիրոջ երկայնամտությունը փրկություն համարեցեք, ասում է Պետրոս առաքյալը, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստվածանից իրան տրված իմաստության պես գրեց ձեզ, ինչպես ամեն թղթերումն էլ խոսում է այս բաների համար, որ բաների համար, այս բաների համար, որ ես այսօր խոսում եմ, որոնցում մի քանի դժվարամիտ բաներ կան, որ անուսումները, ուշադիր եղեք, եւ անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ իրանց անձերի կորստյան համար, ինչ են անում, անուսումները, անհաստատները, եթե դու ընդհանրապես քո կյանքում երբևիցե գետ մեկ անգամ Աստվածաշունչը չես կարդացել սկզբից մինչև վերջ, ասեմ քեզ, դու քարոզիչ դառնալու իրավունք չունես։ Եթե դու Աստվածաշունչը քո կյանքում չես կարդացել 30, 40, 50-ից ավելի անգամներ, եթե դու չգիտես Աստվածաշնչյան ամբողջ գիտությունը, որ քեզ տալիս է գիտությունից հետո, գալիս է հայտնությունը Աստծո։ Ես չեմ կարծում, որ այս տեսակ անհաստատները եւ անուսումները կարող են երբևիցե խոսել խոսքից։ Նրանք ընդհանրապես կվերցնեն մի ցիտատ
Եվ այդ ցիտատով Աստվածաշնչյան կորոշեն ամբողջ Սուրբ Գիրքը։ Բայց իրականում այսպես չէ, սիրելիներ, այս ամբողջ Աստվածաշունչը, եթե դու փորձում ես ինչ-որ մի ձեռնոց նետել, ապա դու փորձիր ծննդոցի առաջի գլխից մինչև հայտնության վերջին գլուխը կարդալ ու հասկանալ, իսկ այնտեղ ինչ է գրված կնոջ մասին։ Իսկ այնտեղ ինչ է գրված կնոջը լրացնելու կամ խոսեցնելու մասին։ Քեզ թե չէ մենք կլինենք կարծես թե Եհովայի վկաների նման եւ կվերցնենք Աստվածաշնչյան մի ցիտատ եւ կասենք, որ երկրի վրա է լինելու դրախտը եւ մարդիկ ինչպես կան այնպես ապրելու են եւ մենակ Եհովայի վկաներն են, որ պիտի փրկվեն այս երկրի վրա եւ ուրիշ ոչ մեկ չի փրկվելու եւ սա գալիս է նրանից, որ նրանք վերցրել են ամբողջ Աստվածաշնչի մեջ 66 գրքերի մեջ վերցրել են Եսայա մարգարեի գլխից մեկ կարևոր տող եւ նրանով հիմնվում են եւ նրանով առաջ են գնում։ Իսկ ուր մնացած գրքերը, ուր մնացած գիտությունները, ուր մնացած այն հայտնությունները, որ այսօր Աստված ուզում է քեզ տալ, որ դու երբևիցե համարձակություն չընձեռնես ինչ որ մեկին ձեռնոց նետել։ Եվ սա դժվարամիտ բաներ են։ Աստվածաշնչի մեջ այնքան դժվարամիտ բաներ կա, որ ես ինքս այսքան շատ ընթերցելով Աստվածաշունչը դա իմ ամեն օրվա կյանքն է եւ ուզում եմ, որ դու հասկանաս, ես արդեն 12 տարիներից ավել Աստծո մեջ եմ եւ այն ընթերցում եմ ամեն օր։ Եվ այնքան կարևոր բաներ կան նրանցում գտնվող, որ ես ինքս հասկանալ չեմ կարող, բայց եթե հասկանալ չեմ կարողանում, դա չի նշանակում, որ ես իմ տեսակետը չհասկանալով պիտի քվեարկեմ եւ ասեմ, սա էսպես է եւ դու պիտի պատրաստ լինես այն ընդունելու եւ այն գործելու, ոչ սիրելիս։ Ես ասեմ քեզ, ամեն մի Քրիստոսի առակները, ամեն մի Քրիստոսի պատմությունը, նրա հիմքի վրա ստեղծվել են տասնյակ հազարներ քարոզչություններ եւ ամեն մի քարոզչությունը այդ հիմքի վրա է ստեղծվել։ Եվ հիմա դու ուզում ես ասես, որ Հիսուսը խոսեց այդ առակը եւ նրանով վերջ, ոչ։ Ասում եմ քեզ, ունեցիր գիտությունը եւ դու ընթացքում կհասկանաս, թե ինչ է նշանակում հայտնություն։ Հայտնություն Տերը հայտնվում է քո կյանքում։ Տերը գալիս է եւ բացատրում է քեզ այն խոսքը, որ երբևիցե քեզանից փակ է մնացել։ Եվ հիմա բազում ծառայողներից եւ հավատացյալներից լսել եմ այս խոսքը, այս ասացվածքը, կինը քարոզելու իրավունք չունի։ Բնավ։ Իսկ ով է ընդհանրապես մարդը, ով եմ ես, որ ես երբևիցե ինչ որ իմ դիմացինին ձեռնոց նետեմ, կամ ես ինչ գիտեմ իմ դիմացինի կյանքում ինչ է կատարվել, կամ ես ինչ իմանամ իմ դիմացին ինչպես է ապրում Աստծո մեջ։ Դա իրավունքը ես չեմ վերապահի։ Ես ընդամենը մեծ սիրով կբացեմ եւ կլսեմ, եթե այդ խոսքը, այդ կնոջ բերանից դուրս եկած խոսքը քարոզչություն իմ սրտին հասավ եւ կպավ, ես նրան մեծ սիրով կլսեմ։ Իսկ եթե ոչ, կանջատեմ դուրս կգամ եւ չեմ դատի երբեք, թե Տերը իրավունք չի տվել այլ կամ թույլտվություն չի տվել կնոջը, մարդիկ։ Այսպիսի բան ամբողջ Աստվածաշնչի մեջ դու չես գտնի։ Այսօր ես կին, որպես քարոզիչ արդեն 12 տարի ասում եմ, ծառայում եմ իմ Աստծո մեջ, այն պահից սկսված, երբ որ ես դավանել եմ Տեր ու Փրկիչ իմ Հիսուս Քրիստոսին, դա 2015 թիվ նոյեմբերի 10-ն էր, եւ այդ պահից սկսած ես ապրել եմ Քրիստոսով մինչ այսօրս, եւ այդ պահից սկսած բժշկվել եմ Քրիստոսով մինչ այդ օրս, եւ այդ պահից սկսած քարոզել եմ իմ բժշկությունը, իմ վկայությունները մարդկանց եւ ծառայել եմ Տիրոջս նաեւ մնալով նրա սուրբ էության ներքո եւ չփխցվել այս աշխարհի հոսքի մեջ։ Եվ հիմա ուզում եմ քեզ ասել, քարոզիչ եմ այսօր ես, քարոզում եմ քեզ խոսքը, իսկ ինչպես մեծն սիրով, հարգանքով եւ մեծն իշխանությունով քարոզում եմ ես այն խոսքը, թե այն քո սրտին կհպվի, թե դու այն կընդունես, թե դու այն կվանես, դա բացարձակապես քեզանից է կախված։ Այնտեղ էլի մատը խառը չէ։ Իմ մատը խառն է, գիտեք ինչ կանով, սիրելիներ, որ ինձ տրված է այս խոսքը։ Տերը տվել է այս խոսքը ինձ շուրջ, կարող եմ ասել 2-ից 3 ամիս է, որ ես փորձում եմ ամեն ժամանակ ասել Տեր ոչ, խնդրում եմ, միայն թե ոչ այս խոսքը դուր ինձ քարոզելու,
բայց Տեր ասես դու պիտի խոսես սրա շուրջ, ով էլ որ լսի, երբևիցե կրոնավոր կլինես, թե տղամարդ քարոզիչ կլինես, թե կլինես հազարավոր եկեղեցիների անդամների վրա կրթված, կարգված լիդեր կամ հովիվ, ուզում եմ լսես սա, իշխանությունով եմ քարոզում խոսքը։ Իսկ եթե դու իմ մեջ կգտնես վախ, ուրեմն դա դիվային է, ես այդ վախը չունեմ։ Ես ունեմ իմ Քրիստոսին, ով վերցնում է իմ բերանը եւ օգտագործում է, եւ ամեն ժամանակ ես նրան փառք եմ տալիս։ Դու մարդ, լինելով սահմանափակ, ես ուզում եմ, որ մենք հասկանանք մեր սահմանափակությունը, սկսած ինձանից։ Մեր ուղեղը սահմանափակ է, մեր աչքերը սահմանափակ է, մեր հոգու աչքերը անգամ Աստծուն չի կարող տեսնել, ով որ մեզ արարել է։ Մեր հոգու աչքերը, մեր ֆիզիկական աչքերը անգամ չի կարող տեսնել հորիզոնից այն կողմ։ Հիմա ես կարող եմ այս դռնից դեպի դուրս տեսնեմ, ոչ։ Սահմանափակ ենք մենք, իսկ եթե մենք լինելով սահմանափակ, ինչպես ենք մեզ վերապահում սահմանափակել Աստծո անսահման կամքը, ծրագիրը ամեն մարդու կյանքում։ Այսինքն դու փորձում ես քո սահմանափակ էությունով Աստծուն առնել քո փագագծերի մեջ, սիրելիս, դա մեղք է, բաց թող Աստծուն, Աստված ինչ կանի, ում հետ ինչ կանի, դա Աստծուն է տրված, իսկ եթե ինչ որ մեկը ինքնակոչիկ է, եթե ինչ որ մեկը ինքը իրան կոչել է այդ, ինչ որ ինքը չկա, դու ժամանակի ընթացքում դա շատ մի գեղեցիկ կերպով կտեսնես ու կհասկանաս։ Գիտեք, ինքնակոչիկները երկար չեն կարողանում խոսել։ Նրանք օրերից մի օր այդ երկու աստիճանավայր են ընկնելու, որովհետև նրանք ինքնակոչիկ էին հավատքի եւ Աստծո մեջ։ Մի փակեք Աստծո անսահման կամքը եւ ծրագիրը։ Դու ուզում ես կնոջը լռեցնել, եթե դու կնոջը լռեցնես, իմացած եղիր, դու լռեցնում ես Աստծո կես բանակը։ Այսինքն, եթե բանակը գնում է պատերազմի, դու կես բանակը հանում ես եւ ասում ես կողքի կանգնեք, դու կին եք։ Իսկ արդյոք այն կեսը կարող է հաղթահարել։ Արդյոք այն կեսին էլ տրված չէր այն մի կեսը, որը որ կոչվում է կին, արմատ, ով որ ինքն էլ իրավունք է վերապահում ստացած երկնքից այդ իրավունքը խոսել եւ քարոզել ինչ որ մեկին հասանելի դառնալու նրա լսելիքին։ Որտեղ տեսար, ցույց տուր ինձ ամբողջ 4 ավետարանների մեջ, ամբողջ 4 ավետարանների մեջ, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովանես, 4 ավետարանների մեջ, ցույց տուր ինձ գետ մեկտեղ գրիր կոմենտարի մեջ։ Ես կբացեմ այս անգամ կոմենտարները մեծ սիրով կկարտամ, որ շատ հաճախակի չեմ անում, բայց գրիր կոմենտարի մեջ։ Բացիր կարտա 4 ավետարանները շատ զգուշությամբ եւ գետ մեկտեղ, որտեղ որ գտնես, որ Հիսուս ինքը կնոջը լռեցրեց, կնոջը անարգեց եւ կնոջը արհամարեց, որպես թույլ էակ, դու այդ տողը կգրես կոմենտարի մեջ եւ կուղարկես ինձ։ Եվ ես այդ պահից սկսած այս միկրոֆոնը վայր կտնեմ եւ այս աստիճաններից վայր կիջնեմ եւ այլևս քարոզչություն խոսքի չի լինի։ Իսկ եթե դու չգտնես, դու ես համակերպելու այն մտքի մեջ, որ Հիսուս Քրիստոսը այն էակն էր, միակ էակը, միակ արական ցեղի ներկայացուցիչը, ով կնոջը չնսեմացրեց, որ դու անում ես։ Ով կնոջը չցածրացրեց, որ դու անում ես։ Ով կնոջը չօգտագործեց այն ինչ դու անում ես, դու կարծում ես կնոջը պետք է միայն էպութապի մեջ պահել։ Ոչ անձս, ոչ, դա այդպես չէ։ Կամ միտեղ որ Հիսուս Քրիստոսը արգելեց խոսել կնոջը։ Մարկոսի ավետարան 16 գլուխ։ Ես ամբողջ այսօր ավետարանով եմ քեզ քարոզելու։ Ես մարդկային ոչ մի հռետորաբանություն, ոչ մի դոգմա քեզ չեմ տալիս եմ խոսք, որը որ դու ի վիճակի ես լսել եւ հուսով եմ ընդունել նաեւ։ Մարկոսի 16-րդ գլուխ։ Տասնհինգից 18։ Եվ Հիսուսը, վերջի գլուխն է սա, եւ Հիսուսը
նրանց ասեց. Գնացեք, նրանց ասեց, գնացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք ամեն արարածի, ով որ հավատաց, ես ուզում եմ, որ դուք ուշադիր լինեք, գնացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք ամեն արարածի, արու թե եք, ով որ հավատաց եւ մկրտվեցավ կփրկվի, եւ ով որ չհավատաց կդատապարտվի, նրանց էլ որ հավատացին, այստեղ չի ասում նրանց էլ, որ տղամարդ են, որ արական ցեղի ներկայացուցիչ են, ասում են նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն, իմ անունովը դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն եւ եթե մի մահադեղ խմեն, նրանց վրա չի վնասիլ։ Հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կարողանան։ Այստեղ ասում են նրանց էլ, որ հավատացին։ Մարդիկ, ես ուզում եմ Աստվածաշունչը ուղղակի չկաշտանք ու անցնենք հասկանալ, ընդունել այն, ինչը որ ես կարող եմ հասկանամ եւ ընդունել։ Նրանք էլ, որ հավատացին, ովքեր էին նրանք։ Ինչ քանակ էին նրանք, կամ ովքեր էին նրանք։ Դու կարող ես ասել, որ նրանք միայն արուներն էին։ Արական ցեղի ներկայացուցիչներն էին, թե այստեղ կան նրանց մեջ նաև կանայք, ովքեր որ հավատացին, եւ ստույգ պիտի կարդաս Աստվածաշունչը, իսկ եթե Աստվածաշունչի մի անգամ ես դու կարդում, այս անգամը մեկ անգամը կարդալով դու երբեք նրա խորությունը չես հասկանա, դրա համար է ասում, տգիտությունն է տիրում աշխարհին, ամեն մեկը հələ դեռ երկու խոր չկարդացած Աստվածաշնչից դառնում է քարոզիչ ու փորձում է քարոզել, ու փորձում է քանակ հավաքել, ու փորձում է մոլորեցնել, ու մոլորվածը փորձում է մոլորեցնել, այսպես չէ սիրելիներ։ Մարդ պիտի ստույգ խոսքը կարողանա ինչ-որ մեկին տալ, իսկ եթե այդ ստույգ խոսքը դու ստույգ չես հասկացել, ուրիշին էլ բացատրելով, նա քեզ չի հասկանալու ստույգ, քանի որ դու այն կիսատպրատ ես հասկացել։ Նրանք էլ որ հավատացին այս նշանները կգործեն, եւ նորից կրկնում եմ, սա մեծաքանակության մասին է խոսքը, սա արուների եւ էկերի մասին է խոսքը, սա կանանց ինչպես տղամարդկանց մասին է խոսքը, ես դա շարունակաբար կհաստատեմ։ Աստծո մեջ կինը եւ տղամարդը կանգնած են հոգեվոր նույն հատակի վրա։ Դու համոզված ես ինձ հետ։ Ինչու եմ ասում հոգևոր նույն հատակի վրա, որովհետև երկուսն էլ մեղանչել են, իսկ դու կարծում ես, դու պտուղը չես ճաշակել, դու կարծում ես դու այնքան սուրբ ես, որ կարող ես կնոջը ձեռնոց նետել որպես ինչ-որ մի պիղծ անձնավորություն։ Նույն հոգևոր հատակի վրա են կանգնած կինը եւ տղամարդը աշխարհի մեջ։ Նրանք երկուսն էլ մեղավոր են, նրանք երկուսն էլ փառքից ընկած են, նրանք երկուսն էլ Աստծո զորությունից եւ Աստծո գրկից ընկած են։ Կինն էլ տղամարդն էլ հոգեվոր տեսակետն եմ ես ուզում այսօր ասել։ Եվ ֆիզիկականի մեջ էլ նրանք նույն մեղքի մեջ են։ Ես նորից եմ կրկնում, չեմ ուզում շարունակել այնինչ խոսեցի, որտեղ որ կա ակցիա, այնտեղ կա ռեակցիա։ Եվ այս ակցիան եւ ռեակցիան կարող ես դու հասկանալ կին եւ տղամարդու մեջ կատարվող ամեն մի պղծություն, թե ամեն մի սրբություն։ Երկուսին էլ տրված է փրկության շնորհը։ Եթե դու ասում ես, որ միայն կնոջն է տրված փրկության շնորհը, ես իմ բերանը կփակեմ ու կասեմ լավ, դե պտուղը կերա, ես այն սկզբանի ամեն ինչի աչքից ընկած եմ եւ լուր կենամ։ Փրկության շնորհը տված է երկուսին եւ ուզում եմ որ դու լավ ստույգ հիշես, որ Ծննդոց գրքի 3-րդ գլխի մեջ ինչ էր գրված էր, որ կինը պիտի ջախջախի օծի գլուխը։ Իսկ դու որտեղ տեսար երբևիցե որ գրեր Ադամը պիտի ջախջախի օծի գլուխը, ասում է կինը, թշնամություն կտնեմ կնոջ եւ օծի մեջ, լսիր ուշադիր սիրելիս, թշնամություն կտնեմ կնոջ եւ օծի մեջ, որտեղ որ կինը օծի գլուխը ջախջախեց Երանային կնոջը, իսկ որտեղ որ կինը այն քարոշության նման նստավ գազանի մեջքի վրա, վայ այդ կնոջը։ Հիմա դու հասկանում ես, որ Աստվածաշունչը այնքան հայտնություններ ունի, որ դու այն չունես։ Դու ուղղակի ունես մի փոքր գիտություն, բայց նորից եմ կրկնում։ Երբ որ դու բժշկական սովորում ես եւ կիսատ պրատ ավարտում ես, չես էլ ավարտում, դու չես կարող բժիշկ դառնալ։ Դու պիտի այն բժշկական ուսմունքի քո դիպլոմը ստանաս, որ այդ պայից սկսած դու կոչվես
բժշկության մեջ մի մեծն անհատ։ Նույն էլ սա է Աստծո խոսքն է։ Եթե դու Աստծո խոսքը լիովին կատարելապես դու չես կարտացել ու չես ըմբռնել, երբեք մի համարձակվիր փոխել որոշակի բաներ, որովհետև Աստվածաշունչը ասում է սահմանները երբեք մի փոխիր։ Այն արդեն գծված է, այն արդեն գրված է, քո խոսքը չի գրվելու նոր գրքի մեջ եւ որպես Աստվածաշունչ, արդեն այն գրված է եւ եկեք մենք գրվածքով ապրենք, գրվածքով քարոզենք, գրվածքով մեղադրենք կամ չմեղադրենք։ Սա է կարևորը։ Եվ այս երկուսն էլ մասնիկն են Քրիստոսի ծրագրի, Քրիստոսի մարմնի ավետարանելու ամբողջ աշխարհի մեջ ավետարանը, թե կինը, թե տղամարդը, ինչ է դու կարծում ես, որ դու այր ես, որ դու տղամարդ ես, որ դու արական ցեղի ներկայացուցիչ ես, դու քարոզելով Աստծո խոսքը կարող ես գտնվել Քրիստոսի մարմնի անդամ, եւ կինը իրավունք չունենալով, որ դու ես կնոջը լռեցնում, նա պիտի ուղղակի Քրիստոսի մարմնի անդամ չգտնվի, ոչ։ Ասեմ քեզ, քո սխալմունք այստեղ նրանում է, որ դու երբեք չես դասել Քրիստոսին եկեղեցու գլուխ։ Դու ինքդ քեզ ես դասել եկեղեցու գլուխ։ Դրա համար էլ քեզ համար կինը ոչ մի բանի իրավունք չունի։ Եվ այս խորհուրդը այսօր քո սրտի եւ հոգուտ մեջ կծագի եւ կհասկանաս, որ իրավունքը դու չես, որ պիտի կնոջը տաս։ Իրավունքը Աստված է, որ պիտի ամեն մեկին տա, ում որ տեսնում է, սրբված, մաքրված անոթ վերցնում եւ օգտագործում է։ Աստված Ադամին տվեց կին։ Ինչու համար տվեց Աստված Ադամին կին։ Կաշտագիրքը տվեց որպես ստրուկ։ Ինչ տվեց։ Աստված Ադամին կինը որպես ինչ տվեց, տղամարդ։ Տվեց որպես օգնական, ճիշտ եմ։ Այո, Աստվածաշունչը ասում է որպես օգնական։ Իսկ դու կնոջ ինչ ես դարձրել։ Դե, կուխնյայից նա պիտի դուրս չգա, ճիշտ եմ։ Դե քո մոխրամանը նա պիտի տանի ու բերի, ճիշտ եմ։ Դե քո բաժակ ջուրը կինը պիտի լսնի, որ դու հասցնի քեզ, որպեսզի դու կարողանաս խմես։ Ես խոսում եմ այն մարդու մասին, ով որ այդպիսին է, իսկ ով որ այդպիսին չէ, թող ինքը իրեն վատ չզգա։ Սա է իրականությունը, թե ֆիզիկապես, թե հոգեվորապես, եւ ես կարդում եմ Մատթեոսի 20-րդ գլուխը 25-ից 28։ Հիսուսն էլ նրանց իրան մոտ կանչելով ասեց. Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա եւ մեծամեծները իշխում են նրանց վրա, բայց այսպես չլինի ձեր մեջ։ Լսիր, ուշադիր, կլինես լիդեր, կլինես հովիվ, կլինես քարոզիչ, կլինես ավետարանիչ, բայց կլինես որպես արական ցեղի ներկայացուցիչ, լսիր այս խոսքերն ուշադիր, եթե երբևիցե կաշտացել ես ու չես լսել, լսիր։ Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա եւ մեծամեծները իշխում են նրանց վրա, բայց այնպես չլինի ձեր մեջ, այլ ձեզանից ով որ կամենա մեծը լինել, թող ձեզ ծառա լինի, լսեցիր։ Թող ձեզ ծառա լինի նա, ով որ կամենում է ձեզանից մեծը լինել։ Ես այսօր ինձ համարում եմ ծառա, առաջնահերթ Աստծո ծառա, երկրորդը ծառա քո կյանքի համար, քեզ համար։ Ինչու՞։ Որովհետև ով որ ուզում է մեծը լինել, թող երբեք իր մեծությունով չպարծենա, այլ թող պարծենա իր Տեր Աստծովը։ Թող ձեզ ծառա լինի եւ ձեզանից ով որ կամենա առաջինը լինել, թող ձեզ ծառա լինի, ինչպես մարդի որդին չեկա, որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայե եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տա։ Այսօր մենք խոսում ենք Տեր եւ ծառայից։ Այսօր մենք խոսում ենք, կարծես թե որոշակի մարդիկ կան, որ նրանք շատ բարձր են կանգնած եւ փորձում են այն ցածր կանգնածներին քննադատել։ Մի քննադատիր, սիրելիս։ Բարձր ու ցածրը քո եւ իմ մեջ եղածը չէ։ Բարձր եւ ցածրը դա Աստծով է տրվում մեզ։
Աստված ում ուզում է բարձրացնում է, ում ուզում է ցածրացնում է, դու դրանում հանգիստ եղիր։ Եթե ինչ որ բարձրամտություն իմ մեջ լինի, Աստված ինձ վաղուց է ցածրացրել, բայց քանի որ խեզ եմ եւ խոնար եւ իշխանությունով եմ քարոզում այն ճշգրիտ խոսքը, որ դուք աշխարհը, կրոնը, կրոնավորությունը, եկեղեցիները, կազմակերպությունները փորձել են փոխել, հարմարեցնել իրենց հասկացողությանը, ես դրա համապատասխան եմ այսօր խոսում։ Հիսուս Քրիստոսը ինքն իրեն երբեք հորից բարձր չդասեց։ Հիսուս Քրիստոսն ասեց, որ ես ցածր եմ հորից, բայց դա չէր նշանակում, որ նա ցածր էր հորից։ Նա երկրավոր մի կյանք ապրեց 33 տարի, նա մարմնի մեջ էր, երբ որ նա միտեղ ասեց ես, հայրը ինձանից բարձր է, դա այն նշանակությունն էր կրում, որովհետև հայրը հոգի էր երկնքում, իսկ նա, հիշեք, մարմին էր դարձել երկրի վրա, նա մարմին էր հակած։ Դրա համար նա այդ պահը երկրավոր իր պահը ինքը իրեն դասեց հորից ցածր, բայց դա չէր նշանակում, որ նա ցածր էր հորից։ Նույնն էլ, երբեք մի պատկերացրեք, որ դու քո դիմացինիդ կարող ես այնքան նսեմացնել, որ այն էգոն, որ քո մեջ է, կարողանաս դու բարձրացնել մեկին իջացնելով, ոչ։ Ես նորից եմ կրկնում, Աստված է մարդիկ բարձրացնում, Աստված է ցածրացնում, կաշտացեք հին ուխտը, կաշտացեք դատավորների գիրկը, կաշտացեք թագավորած գիրկը, կաշտացեք Դավիթ թագավորի կյանքը, հասկացեք, Աստված է, որ հանում է, եւ Աստված է, որ դնում է, ինչ կարող է մարդինք իրեն անել, ով եմ ես, երբևիցե իմ նախկին հովիվն ասում էր, եթե դու երբևիցե Աստծով ընտրված չես, անգամ ամբիոնի վրա մեկ նախադասություն, դու չես կարողանա արտաբերես, ինչ է կարծում ես սատանան այնքան քնած է, այնքան արպած է սատանան, որ թողնի, ես էլ այսպես տեղին իշխանությունով խոսեմ քեզ հետ, ոչ, Քրիստոսից է իշխանությունը, Աստծո արկայության մեջ բարձրը արուն չէ, Աստծո արկայության մեջ սիրելիս ցածրը էկը չէ, Աստծո արկայության մեջ չկա ցածր ու բարձր, Աստծո արկայության մեջ կա Աստծո աստվածային հարմոնիա եւ կա մեկ Աստված եւ մնացած ամբողջը արարվածներ են։ Սա է Աստծո արկայության մեջ։ Ինչպես որ Հիսուսն ասեց, երբեք ոչ մեկին չասես հայր, հայրը երկնքումն է։ Երբեք ոչ մեկին չասես ռաբի, քո ռաբին քո ուսուցիչը Քրիստոսն է։ Հասկանում եք։ Չկա Աստծո մեջ ցածր եւ բարձր։ Այդպիսի հասկացողությունը միայն քո ճյուր գաղապարի մեջ է։ Ամենաբարձրը դա հարգանքն է։ Ամենաբարձրը Աստծո մեջ կլինես դու լիդեր, կին թե տղամարդ, կլինես դու լիդեր, իրապես Տիրոջը ծառայող ճշմարիտ, թե ուղակի խափող, քանակներ հավաքող, գրբանդ լցվող ոմն մեկը։ Ես նորից կրկնում եմ, սա ամենաբարձրը այն մարդն է, ով հարգանք է Աստծուն, հարգում է Աստծուն, խոնարհված է, հնազանդված է եւ պատրաստակամ է լինել Աստծո ձեռքին մի մեծն անոթ օգտագործվելու համար։ Այս միկրոֆոնը, եթե այս միկրոֆոնը ես մեկ ընդմեջ չմաքրեմ նրան, իմ ձայնս այլևս դուրս չի գա նրանից, հասկանում եք, սա անոթ է իմ ձեռքերին, ես օգտագործում եմ նրան, որպեսզի երկեմ եւ փառաբանեմ իմ Տիրոջը, եւ Տերն էլ օգտագործում է ինձ որպես անոթ, անոթ, որ իր սեփականությունն է, անոթ, որ չեմ ծառայում երկու տերերի, պատկանում եմ միայն ու միայն Հիսուս Քրիստոսին։ Եվ խոնարհվելը, հնազանդվելը դա կախված չէ ոչ մի սերի հողից, ոչ մի։ Եթե ինչ-որ մեկը խոնարհվում է Տիրոջը եւ խոնարհ ծառա է նրան, դա սերից կախված բան չէ, մարդիկ։ Առաջին Կորինթացիս 11:3 խոսք։ Երրորդ խոսքը։ Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ամեն մարդի գլուխը Քրիստոսն է
Եվ կնգա գլուխը Մարտը, սա էլ է աշխարհը, կրոնականությունը խառնել է կարծես ալիքները տեղին իրար։ Նայեք ինչ է ասում, բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնգա գլուխը Մարտը, եւ Քրիստոսի գլուխը Աստված։ Ամեն մարդ, երբ որ աղոթք է անում կամ մարգարի անում է եւ գլուխը ծածկած ունենա, սա կարծեմ գրված չէ, չեմ շարունակում։ Ինչ եմ ուզում այստեղ Աստվածաշունչը ինչ է ուզում ասել։ Ամեն մարդու գլուխը, այստեղ չի ասում Ադամի գլուխը, այստեղ չի ասում տղամարդու գլուխը, ասում է, նշում է ամեն մարդու, այսինքն կին, թե տղամարդ, ամեն մարդ, անկախ սերից, խոսքը սիրելիներ հասկանալ է պետք, երբ որ ես այս խոսքը 10 տարիներ շարունակ կաշտացել եմ, ես հասկացել եմ ամեն մարդու, այսինքն ամեն տղամարդու, բայց խոսք այսպես չի ասում, հավատացած եղեք, եթե խոսք ասեր ամեն տղամարդու գլուխ, դա կնշվեր ամեն տղամարդու գլուխ Քրիստոսն է, այստեղ նշվում է ամեն մարդու, մարդ արարածի գլուխը, կին թե տղամարդ, Քրիստոսն է և կնկա գլուխը ամուսինը, այստեղ կա մի մեծն հայտնություն և այս հայտնությունը մենք բավականին այսօր պիտի հասկանանք, ոչ թե տղամարդու գլուխն է Քրիստոսը, ոչ թե կնոջ գլուխն է Քրիստոսը, այլ ասում է ամեն մարդու կին թե տղամարդ իր գլուխը Քրիստոսն է առաջնահերթ, իսկ հետո կնկա գլուխը ամուսինն է, իսկ եթե կինը հարց եմ տալիս քեզ, եթե կինը ամուսին չունի, եթե կինը իր կյանքը նվիրել է Քրիստոսին, եթե կինը կանգնած այստեղ արդեն իսկ 12 տարի սրբված Քրիստոսին է ծառայում և ամուսին չունի, կիսելու ոչ մի բան չունի արագան ցեղի ներկայացուցչի հետ, իսկ դա ինչպես դու վեր կլուծես, կարող ես երբևիցե փորձիր վեր լուծել այս պահը, և ես ուզում եմ այն մի փոքր սխեման, որ արտաբերվի այս մոնիտորի վրա, որպեսզի ես քեզ բացատրեմ ու հասկացնեմ կրոնավոր մեծն գաղափար, Աստծո մեծն գաղափարը։ Եվ հիմա հասկացողություն կա այստեղ երկրավոր, որը որ թյուր է, և երկնավոր, որը որ ճշգրիտն է։ Երբ որ մենք կաշտում ենք Պողոսի այս խոսքը, ասում է ամեն մարդու գլուխը Քրիստոսն է, և որ մենք այն հասկանում ենք ամեն այրի գլուխը Քրիստոսն է, ոչ կնոջը, մենք բացատրում ենք սա այսպես. Քրիստոս ամենավերևում, հետո գալիս է այրը ամուսինը, բնականաբար, ամուսնացած մարդկանց մասին է խոսքը և այրից ներքև գալիս է կինը։ Սա աշխարհիկ գաղափար է, սա աշխարհիկ գաղափարախոսություն է, սա կրոնավոր գաղափարախոսություն է, որովհետև այստեղ Աստվածաշունչը չի ասում մարդու գլուխն է Քրիստոսը, ասում է ամեն մարդու ու չի ասում ամեն տղամարդու։ Հասկացեք այդ հայտնությունը, և երբ որ մենք նայենք աշխարհիկ տեսակետով, դե մենք ասում ենք օքին, որքան ողբերգական է քո վիճակը, քանի որ դու Քրիստոս չունես, քանի որ դու ունես քո գլխավերևում քո այրը ու դու չգիտես ով է նա, արդյոք նա Քրիստոս ունի, արդյոք նա Քրիստոսին հավատում է, արդյոք նա Քրիստոսով ապրում է, արդյոք նա Քրիստոսին ծառայում է ու դու չգիտես դու որտեղ ես գտնվում կին։ Եվ այսօր այդ գաղափարը ես քեզ ամեն տեղին ուզում եմ բացատրեմ, Քրիստոսը տղամարդու գլուխը չէ։ Սա աշխարհիկ գաղափարախոսություն է և ես մեծն խաչ կքաշեմ սրա վրա։ Ճշմարիտ, ճշգրիտ, աստվածաշնչյան հիմքը գալիս է, այսպես, և դու կհասկանաս, որ երբ որ մենք նայում ենք երկնավոր, քրիստոնյա վայել, աստվածավախ, Աստծո կամքով Աստծո գծագրած փոխհարաբերությունը, հասկացիր, սա եռանկյուն չէ, սա ուղղակի գիծ է, և այս գիծը դու շատ հաճախ կարող ես խառնել իրար, որովհետև որտեղ որ Քրիստոսն է, դա չի նշանակում այրը և կինը կարող են քրիստոնյա պաշտ լինել, անգամ հոգևորի մեջ դու չես կարող մի կնոջից ստիպված պահանջել մեկ բան, որ դու քո այրին պիտի հնազանդվես, բայց ուր մնաց նրան Քրիստոսը, այսինքն ուր է Քրիստոսը կնոջ կյանքում, այստեղ, այրից վերև, այսպիսի բան չկա, սա թյուր գաղափար է, և սա է իրական հավատքի, երկնավոր, թե երկրավոր, թե աշխարհիկ ասեմ, համագործակցությունը, որտեղ որ կա 3
անկյուն։ Եվ բնականաբար Քրիստոսը ինքը գլուխն է, թե կնոջ, թե եկեղեցու, թե ընդհանրապես տղամարդու։ Քրիստոսը ինքը վերևում է։ Եվ այս ճյուղից Քրիստոսից իջնում է դեպի ներքև տղամարդ հասկացողությունը եւ գալիս է դեպի կին հասկացողությունը, այսինքն համ կինը ունի Քրիստոսին որպես գլուխ, համ տղամարդն ունի Քրիստոսին որպես գլուխ, եթե ունեն նրան, համ էլ այստեղ կա մի շատ կարևոր կապ, այր եւ կին հասկացողություն, որոնք որ ամուսնացած են։ Իսկ եթե հարց եմ տալիս քեզ, կինը ամուսնացած չէ, դա այդ հարցին ինչպես ես դու պատասխանում։ Սիրելիներ, սա է աստվածային հաճության մեջ գտնվում, որ Քրիստոսը բոլորիս գլուխն է, Քրիստոսը իմ գլուխն է, Քրիստոսը քո գլուխն է, Քրիստոսը աշխարհի գլուխն է, Քրիստոսը եկեղեցու գլուխն է, որ կոչվեց որպես կին։ Եվ հիմա Գաղատացիս 3-րդ գլխի մեջ ավելի շատ կհասկանանք եւ ավելի շատ կբացատրեմ, թե ինչու է ամեն ինչ այսպես գրեթե 2000 տարիներից ավելի ժամանակներ, որ փորձում ես դու կնոջը լրացնել, բայց ասեմ քեզ մոտ չի ստացվի ինձ լրացնել, ում էլ որ լրացնես, ինձ միայն կարող է իմ Տերը լրացնել, բայց ոչ դու, ոչ քո ասացվածքները, ոչ քո նախադասությունները, որոնցից շատերից եմ ես լսել բազում անգամներ, դա չի գործում իմ կյանքում։ Ես պիտի խոսեմ։ Գաղատացիս 3-րդ գլուխ։ Քսաներեքից 28-ը։ Ասում է. դեռ որ հավատքը չեր եկած, ուշադիր եղեք խոսքերին, հատիկ առ հատիկ բառերին ուշադիր եղեք, դեռ որ հավատքը չեր եկած, օրենքի ներքև փակված պահվում ենք այն հավատքի համար, որ պետք էր հայտնվեր։ Պահված օրենքի ներքև պահված ենք եղել, որ պիտի այն հավատքի համար, որ պիտի գար հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը։ Ես ուզում եմ դու ասես, օրենքը եղել է մինչև Քրիստոսի գալուստը իմ դաստիարակը։ Հասկանում ես, դաստիարակը մեկ բան է, բայց Տերը մեկ ուրիշ բան է։ Դաստիարակը մեկ բան է, բայց ծնողը մեկ ուրիշ բան է։ Դու այսօր պիտի տարբերես դաստիարակի եւ ծնողի միջև տարբերությունը ըստ Աստվածաշնչի։ Քրիստոսը օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որ հավատացինք, որ հավատքից արտարանանք, բայց երբ որ հավատքը եկավ, այսինքն երբ որ Քրիստոսը եկավ, մինչև Քրիստոս գալը օրենքն էր, բայց ասում է, երբ որ Քրիստոսը եկավ, այլևս դաստիարակի տակ չենք, դաստիարակ քաշվար կողքի։ Մենք օրենքի տակ չենք, օրենքը Քրիստոսի եկավ եւ կատարեց, օրենք դու կողքի անցար, օրենքը մենք էլ ենք այսօր կատարում, բայց ըստ Քրիստոս Հիսուսի կամքի հիմքի վրա մարդիկ։ Որովհետեւ ամենքդ ուշադիր եղեք, չի ասում այրերդ։ Ես ուզում եմ միշտ ըստ Աստվածաշնչի միշտ քեզ բացատրեմ, որ ասում է այստեղ ամենքդ սա այրն է եւ կինն է եւ տղամարդն է եւ աշխարհի բոլոր մարդկությունն է։ Ասում է, որովհետև ամենքդ Աստծո որդիկ է Քրիստոս Հիսուսի հավատքով է, վասնզի ամենքդ, որ Քրիստոսում մկրտվեցաք, Քրիստոսին հակած եք, ինչ եք, հակած եք, այլևս ոչ հրեա կա եւ ոչ հույն, ոչ ծառա կա, ոչ ազատ, ոչ արու կա եւ ոչ էլ եք։ Դու կաշտում ես, սա ես չեմ գրել, սիրելիս, սա Աստված է գրել։ Որովհետև դուք ամենքդ մեկ եք, ինչ եք դուք ամենքդ մեկ եք։ Քրիստոս Հիսուսում է, ապա եթե դու Քրիստոսուն եք ու Քրիստոսին եք, ուրեմն Աբրահամի զավակ։ Նայեք, սիրելիներ, այստեղ կա մի շատ կարևոր հասկացողություն։ Ամենքը Աստծո որդիկ են։ Չի ասում, կանայք Աստծո դստրերն են, նրանք Աստծո որդիկն են։ Ասում է ամենքդ Աստծո որդիկ են։ Ամենքը մկրտվեցին Քրիստոսին են հակած։ Արու չկա, եք չկա, դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը ինչ եք, մեկ,
միացված մարմին Քրիստոսում, մարմնի անդամ Քրիստոսում։ Իսկ եթե Տերը միացրել է այդ ամենքը, ինչու ես այսօր դու հնարել եք եւ ворստրել կողքի կամ եք եւ արական եւ իգական ցեղի ներկայացուցիչներին խառնել ես իրար։ Ասում է ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսում է, որովհետեւ ամենքդ Քրիստոս եք հակած։ Կրկնում եմ, որ սա ձեր ուղեղին մի փոքր հասանելի լինի, որովհետև 2000 տարի է արդեն մենք չի դառնում սա մեզ կարծես թե հասանելի սիրելիներ, սա մի ահռելի վիճակ է մարդկային, որ մարդը հասկացողությունը կա, բայց մարդը չի հասկանում։ Եսայան չի մարգարեացել աշխարհի համար։ Եսայան մարգարեացել է ձեր նմանների համար, որ դուք ասում է, լսելով լսում եք եւ չեք լսում, տեսնելով տեսնում եք եւ չեք տեսնում։ Այ այս մարգարեությունը սա է։ Երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, ում ընտրեց վկայելու համար իր հարության մարմնի մասին, ում կներեք իմ խստության համար, բայց այս խստությունը Աստված է դրել իմ մեջ, ես ոչինչ անել չեմ կարող։ Նա ընտրեց մի կնոջ, ով չուներ ամուսին։ Կին, ում աշխարհը կարող էր հանգիստ ենթարկել դիսկուալիֆիկացիայի։ Մարիա Մագդալենա, լսել ես նրա մասին։ Լսել ես նրա մասին, որ Հիսուս Քրիստոսը երբ որ հարություն առավ, առաջինը իր հարության մարմնով կանգնեց ում առջև, Պետրոսի առջև, կանգնեց նա Պողոսի առջև, եկավ կանգնեց նա Հովանեսի առջև, թե գնաց կանգնեց Թովմասի առջև, որ շատ հեշտ չհավատաց Քրիստոսի հարությանը։ Մարիա Մագդալենա, ով եկավ աշակերտների մոտ պատգամով, որ տվել էր ինքն Հիսուսը նրան։ Հիշեք, Մագդալենան ինքը իրանից չեկավ աշակերտների մոտ, նրան ուղարկել էր Հիսուս տալով պատգամ եւ ասեց. գնա ասա, որ ինձ Գալիլեայում ես նրանց հետ կհանդիպեմ, որ ես հարություն եմ առել։ Եվ ասում է Աստվածաշունչը, նրան չհավատացին եւ անարգեցին, ովքեր, սիրելիներ, ովքեր աշխարհը, ոչ, 11 աշակերտները, 11 աշակերտները։ Հիմա դու հասկանում ես, որ որքան էլ որ դու ուզում ես Քրիստոսին աշակերտի, որքան էլ որ դու ուզում ես եղիր աշխարհի ամենագեղեցիկ լիդերը եւ ամենալավ հովիվը հոտի, դու կարող ես սխալվել, դու կարող ես չհավատալ եւ դու կարող ես ինչ-որ մի կնոջը անարգես, որին որ հենց ինքը Հիսուսն է հանել ոտքի եւ ուղարկել քեզ ինչ-որ մեկ պատգամ տալու։ Այս իրողությունը կատարվում է գրեթե 2000 տարի։ Այս իրողությունը կատարվում է եւ վերջ չի դրվում։ Կարծես թե մի տեսակ տղամարդը, այրը ինքնագովազդով է զբաղվում այս աշխարհի մեջ։ Աստված այսպիսի կանանց հետ ունի երկնային ծրագիր, ովքեր իրենց կյանքը, իրենց պարկելը, իրենց աշտնանալը, իրենց քնանալը, իրենց 24 ժամը, իրենց տեղաշորը չեն կիսում ոչ մի տղամարդու հետ։ Իսկ եթե դու դա հասկանաս, որ մի կին, ով իր մարմինը, իր հոգին, իր անձը, իր էությունը, իր ամբողջը 100% տվել է Քրիստոսին, չեմ կարծում, որ երբևիցե դու դա կհասկանաս։ Տվել է։ Ինչու է տվել։ Հենց ուղղակի հավեսի համար։ Ինչու է տվել։ Ուղղակի կարծում ես այստեղ կանգնելը եւ խոսելը։ Այո, այն գեղեցիկ է շատ։ Բայց ուզում եմ մի բան հասկանաս, ինչու է Աստված հանում որոշակի կանայք հանել դարերով շարունակ։ Եվ նրանք ծառայել են իրենց։ Եվ կինը ընդհանրապես չի կարող առանց Տիրոջը նվիրվելու Տիրոջը ծառայել։ Դու պիտի 100% նվիրվես կին Հիսուսին, որպեսզի կարողանաս ծառայել այս տեսակի մեջ։ Դա ես չեմ ասում, դա Աստվածաշունչն է ասում։ Ծրագիր է սա աստվածային երկնային, որ ոչ մի լոգիկայի մեջ չի մտնում, քո լոգիկան էլ այն չի կարող հասկանալ։ Իչատերն են ասում, մի րոպե ասում են, ինչու դու չես ամուսնանում, ինչու դու ընտանիք չես կազմում, ինչպես բացատրեմ, սիրելի մարդ, որ իմ էություն այս երկրի վրա այլևս մարմին չունի, թեպետ դու ինձ տեսնում ես մարմնավորապես, բայց այն մարմինը
ամբողջովին հոգի է դարձել։ Իսկ դու հասկանում ես, որ հեշտակը կարող է ամուսնանալ եւ ընտանիք կազմել։ Հասկանում ես, որ հեշտակ ունի ցանկություն իր կողքին գտնվել ինչ որ մի տղամարդ, որի հետ նա իր կյանքը պիտի կիսի։ Հիշիր, եւ որ հեշտակները երկրավոր կանանց հետ գործեցին, նրանք վայր ընկան դժոխքը։ Այդպիսի բան չկա։ Երբ որ կնոջ մեջ կամ մի տղամարդու մեջ, ինչպես Պողոս Արաքյալն էր, որ ամբողջ մի կյանք ինքը չունեցավ կին, ինքը չունեցավ ընկերուհի, նաև շատ առաքյալներ, նրանք ապրեցին միայնակ, առանց կնոջ եւ առանց տղամարդու։ Սա նշանակում է մի շատ կարևոր բան, որ այդ անձը, այդ տվյալ մարդը իր 100%-ն է նվիրել Տիրոջը, եւ դա քո ուղեղին բացարձակ հասանելի չի կարող լինել։ Կհասկանաս միայն այն դեպքում, երբ որ քո մարմինը մի փոքր հոգևոր դառնա։ Դա էլ Աստված գիտի կդառնա թե ոչ։ Ծրագիր, որ կուրացնում է բոլոր աշխարհի կրոնավոր համակարգը եւ հիմունքները, կուրացնում է մարդիկ կուրացրել է։ Կաշտում եմ Առաջին Կորինթացիս։ Այսօր խոսքը մի փոքր երկար է տևելու։ Հույս ունեմ, որ դու ինձ կդիմանաս մի փոքր, որպեսզի այս մեկ անգամյա խոսքը, սա ես երկրորդ անգամ չեմ քարոզելու։ Սա տեղ է գտնելու YouTube-յան էջի մեջ եւ սա տարածվելու է ամբողջ աշխարհի մեջ։ Եվ այս խոսքը ես քարոզելու եմ մեկ անգամ եւ երբեք։ Առաջին Կորինթացիս 7-րդ գլուխ 32-ից 34-ը։ Բայց կամենում եմ, որ դուք առանց հոգսի լինեք։ Ինչի ասում այստեղ Պողոս Արաքյալը, առանց հոգսի լինեք։ Չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգսանում, լսեցիր, ով չամուսնացողը։ Ինչի համար է հոգսանում, Տիրոջ բաների համար է հոգսանում, թե ինչպես հաճո լինի Տիրոջը, բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգսանում, թե ինչպես հաճո լինի կնկանը, լսում ես։ Տարբերությունը հասկանում ես աշխարհի եւ հոգեվորի մեջ, չամուսնացողի եւ ամուսնացողի մեջ։ Ես ուզում եմ, որ մարդիկ մենք մի փոքր տարբերություն տնենք։ Չի նշանակում, որ խոսքը գրված է, Պողոսը գրել է, ուրեմն դնենք հավասարացնենք ամբողջ աշխարհի կանանցը իրար, ոչ, այո, նրանք բարվոք են, բոլորն էլ Աստծո ծառաներ են, ամեն մեկը ունի իր առաքելությունը, եթե կինը երեխա է ծնում, ամուսնանում է, դա առաքելություն է, որ նրան տրված է իր երեխաներին ըստ Աստծո խոսքի մեծացնել։ Եթե կնոջը տված է ամուսնությունը բարի է, տեղաշոր ասում է Աստվածաշունչը, սուրբ է Աստծո առջև։ Խոսքը դրանում չէ, որ նախատում է Տերը ամուսնանալը, ոչ։ Այստեղ պիտի տարբերեք, ով որ ուզում է եւ ով որ չի ուզում, տարբերությունը սրանց մեջ պիտի դնեք։ Կա կին, որ ցանկանում է ամուսնանալ։ Կա կին, որ չի ցանկանում, կա կին, որ ցանկանում է Տիրոջը ծառայել եւ նվիրվել իր 100%-ով, կա կին, որ ծառայում է իր Տիրոջը, իր ընտանիքին։ Տարբեր բաներ կան այստեղ։ Եկեք ամբողջը չլցնենք մի կացայի մեջ եւ խառնենք, դարձնենք մի պղտորված սուպ կամ պղտորված գինի, ավելի ճիշտն ասած։ Ասում է, բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգսանում, թե ինչպես հաճո լինի կնկանը կամ ամուսնուն, եւ իրարից տարբեր են կինը եւ կույսը։ Չամուսնացած կույսը Տիրոջ բաների համար է հոգսանում, որ սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը աշխարհի բաների համար է հոգսանում, թե ինչպես հաճո լինի իր մարդին։ Հասկանում եք սա։ Կին, ով իր կյանքը նվիրել է Քրիստոսին, կին, որին կարող է Աստված օգտագործել, սա հայտնություն է այդ կնոջ կյանքի, որի վրա է օծությունը, Սուրբ Հոգու։ Որն է դա, սիրելի մարդ։ Ես նորից եմ կրկնում, շատ գեղեցիկ է ունենալ։ Ես այսօր ամեն ժամանակ ասում եմ, Տեր Հիսուս, դու ես իմ կողքին այդ անձը, դու ես իմ այրը հոգևորապես։ Ես չունեմ իմ կողքին ֆիզիկապես անձ։ Դա է պատճառը, որ շատերը մտածում են, դե կարող ենք անենք ինչ ուզենք, բայց վախեցիր այդ մտածելակերպից, որտեղ երկնքում Աստված կա եւ իմ այրը հենց ինքը Քրիստոսն է։ Եվ դու գիտես ով է նա։ Եվ նորից կրկնում եմ, օծություն էին։ Ով էր գտնվում Քրիստոսի ոտքերի տակ, երբ նա տառապանքի խաչը գանված հոգին էր արդեն ավանդում։
Այո, ես այսօր պիտի դաղեմ Պողոսներին, Պետրոսներին, լիդերներին, որոշակի աշխարհիկ մարդկանց, որ կարող է իրենց մեջ էլ հարց առաջացել, ով է սա։ Ուր էին։ Ով էր Քրիստոսի ոտքերի տակ։ Ամբողջ խաչի ժամանակ, ամբողջ արշարանքների ժամանակ։ Ով էր, ուր էին նրանք։ Կանայք, ովքեր փախոստի չդիմեցին, նրանք էին Քրիստոսի ոտների տակ։ 3 մայրամներն որ հաստատ գիտեմ։ 3 մայրամները։ Կարծես թե 3-ի անունը մայրամն է, հետաքրքիրը դրանումն էր։ Եվ կանայք, ովքեր չհանձնվեցին, մնացին ամբողջ ժամանակ Քրիստոսի ոտքերի տակ։ Կանայք, ովքեր մնացին, երբ բոլոր աշակերտները դիմեցին փախուստի եւ անհետացան։ Դու ասում ես ուժեղ ես։ Իսկ եթե այդ աշակերտներն այդքան ուժեղ էին, ինչու նրանք փախան։ Քրիստոսին թողեցին եւ փախան։ Ինչու փախան։ Դու հասկանում ես, թույլը եւ ուժեղը դա ոյժը դա ոչ կանացի ոչ տղամարդու հաշիվ է այստեղ։ Սա մարդկային հոգեբանության, Աստծո հանդեպ ունեցած հոգեհարազատության, սա է սիրելիս, ոչ թե կին եւ տղամարդ, այլ ես հարց եմ տալիս, ուր էին նրանք, փախել էին, վախից էին փախել, այո, այս կանայք չունեին ամուսիններ, այս 3 կանայք չունեին ամուսիններ, բայց ունեին ամենաթանկին, ունեին նրանք ամենաթանկին մարդիկ, նրանք ունեին Հիսուսին, նրանք չեն ունեցել Հիսուսին, նրանք ունեին Հիսուսին եւ պահպանեցին Հիսուսին։ Մի բան, որ հաստատ է, երբ որ կաշտում ես Աստվածաշունչը ասում է Պետրոսը դարձավ իր ձգնորսությանը, թողեց ամեն բան։ Եթե Պետրոսին չհայտնվեր Հիսուսը, հարուցյալ Հիսուսը, եւ ասեր 3 անգամ մատնող, ուրացող Պետրոսին Հիսուսն ասեց. Պետրոս, սիրում ես ինձ։ Այո, սիրում եմ, Տեր, դրա համար մատնեցի քեզ։ Եթե սիրում ես իմ գառնուկներին արածեցրու։ Պետրոս, սիրում ես ինձ, հարցրեց երկրորդ անգամ։ Ասեց. Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Արածեցրու իմ ոչխարներին։ Եվ այսպես, ուր էր այդ պահին այդ Պետրոսը, երբ գնացել էր իր ձգնորսության, թողել էր ամեն բան, թողել էր Քրիստոսի խաչը, թողել էր Քրիստոսի հարությունը, ուր էր նա, ուր էին մնացածը։ Այս կանայք ունեին Հիսուսին, եւ նրանք Հիսուսին երբեք չձգեցին, կաշտա Աստվածաշունչը։ Նրանք մահացան Քրիստոսով։ Եսայա 54-րդ գլուխը ասում է. ինձ եւ քո համար կին, եթե լսում ես այս խոսքը։ Հիսուն 4:4-6 եմ կարդում։ Մի վախենա, ասում է Տերը, որովհետև պիտի չամաչես, եւ մի պատկարիր, որովհետև պիտի չնախատվես, որովհետև քո մանկության ամոթը պիտի մոռանաս, եւ քո որբևայրության նախատին այլևս պիտի չհիշես, որովհետև քո այրը ուշադիր եղիր, քո այրը քեզ ստեղծողն է, զորած Եհովայի նրա անունը, եւ քո փրկիչը Իսրայելի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստված, այո, նա մեր այրն է, նա իմ եւ ամբողջ կանանց այրն է, ով երբևիցե Քրիստոսով ապրում է, ամուսնացած թե չամուսնացած, դա ընդհանրապես կապ չունի։ Քո այրը քեզ ստեղծողն է։ Հիշում եմ մի փոքր դեպք, որ ամբողջ իմ նորահոգի էությունս քանդել էր։ Ես նորահոգի էի, ես արդեն 3 տարի գրեթե հավատքի մեջ էի եւ ինչ որ մի առաջնորդությանը ես հարցրեցի։ Ասեցի, լսեք, ես ձեզ բան ունեմ հարցնելու։ Ես նորահոգի եմ, բայց Աստված ինձ տալիս է տեսիլքներ եւ այն տեսիլքների հետ նա խոսում է ինձ հետ։ Երբ որ փորձեցի ես նրանց պատմել իմ տեսիլքը, թե ինչ էր Աստված խոսել այդ տված տեսիլքի հիմքի վրա, նա ինձ ասեց այսպիսի մի նախադասություն, որը որ իմ ամբողջ հոգեբանությունը գամեց խաչին։ Նա ինձ ասեց. այդ ձայնը, որ դու լսում ես, դա սատանայի ձայն է։ Նա ինձ ասեց. դու պիտի նորեն ապաշխարես, որովհետև դու մոլորված ես։
Եվ քո ճանապարհները, որ դու փորձում ես այդ խոսքը լսելով, դու գնալու ես սատանայի ամեն մի ճանապարհի վրա։ Եվ սա, երբ որ նա ինձ ասեց, եւ ես հիշում եմ իմ կյանքի ապրած ամեն պահերը, թե ինչպես եմ Քրիստոսով ապրել, թե ինչպես եմ անգամ ծերանոցում աշխատում էի, վկայում էի ամեն մի ծերերի, եւ հիշում եմ մեկ անգամ ծերը բողոքել էր եւ գլխավոր դիրեկտորը եկավ եւ ասեց, ես քեզ թույլ չեմ տալիս Աստծուց խոսալու, եւ ես ասեցի այդ թույլատվությունը դա քեզանից չի, որ դու տրված լինի ինձ, այլ դա տրված է երկնքից։ Եթե երկնքի Հայր Աստված ասեց ինձ խոսիր, ես պիտի խոսեմ, եւ նա ինձ ասեց զգուշացնում եմ Անահիտ, եթե մեկ անգամ էլ լսեցի, որ դու ծերանոցում քարոզում ես, ասեցի ինչ եք անելու, ազատելու եք աշխատանքից, ասեցի հանգիստ ազատեք, ես դրանում ոչ մի խնդիր չունեմ, այստեղ չի լինի, այնտեղ կլինի, իմ ամբողջ կյանքի հավատքի կյանքը ես կապել եմ Քրիստոսի հետ, ամեն ինչն եմ կապել անվախ, հերոս պարտիսպան կերպով ապրել եմ իմ հոգևոր կյանքը, վերցրած Քրիստոսի խաչը, միայնակ քայլելով նրա ետևից։ Սիրելիս, իմ կողքին չի եղել երկրորդը եւ այսօր էլ չկա։ Ուզում եմ հասկանաս մի կարևոր բան, այս ճանապարհները, որ մարդ անցնում է, եթե դու Քրիստոսով չանցար, միայնակ դու չես կարող։ Իսկ ասում ես այր, իսկ ասում ես կին հասկացողությունը, եւ ամբողջ այդ իմ հոգեբանությունը, որ ես մինչեւ առեսօր հիշում եմ, ես ներել եմ նրանց, ես ասել եմ իմ Տեր, ես ներել եմ այդ առաջնորդությանը, այդպիսի բարեր արտաբերելով, քանի որ ես գիտեմ ով եմ քո մեջ, քանի որ դու գիտես, թե ես ով եմ քո մեջ, իմ Տեր Հիսուս։ Եվ այսպես շարունակում եմ, ժամանակն է այս դարերի լռությունը կոտրել, ժամանակն է այս լռությունը կոտրել, ժամանակն է այն փակած կանանց բերանը բաց անել եւ ասել խոսեք մարդիկ, եթե Աստված քեզ հանել է, եթե Աստված սատարել է քեզ ծառայության, ուրեմն դու անոթ ես Հիսուս Քրիստոսի ձեռքում, ով գիտի, ով է այդ կինը Տիրոջ մեջ։ Ամեն մի կին ունի միսիա Տիրոջմով, ամեն մի մարդ ունի միսիա Տիրոջմով, սա բացառիկ լուր է, որ այսօր ես քեզ ուզում եմ տալ, չկա այստեղ կին եւ տղամարդ, այստեղ կա Աստված, որ ընտրություն է անում, եւ ասում է Տերը, եւ ասում է նա, երբ որ ընտրված լիդերները իրենց կաշկից ընկնում են, երբ որ ընտրված հովիվները գնում են շնության ետևից, երբ որ ընտրված հովիվները մոլորեցնում են Աստծո հոտը, ենթարկում է մանիպուլյացիայի մարդկանց, երբ որ չնշեմ այս քանակները, երբ որ այս ամեն ինչը կատարվում է, Աստված էլ տեսնում է, որ այստեղ միակ հավատարիմ կարող է մեկը լինել, ով որ երբևիցե ոչ կշնանա, ոչ կմոլորվի, ոչ էլ կմոլորեցնի, եւ Տերը հանում է այսպիսի կանանց։ Հիշեք միշտ, Աստծո գործերն այնքան անքննելի են մարդիկ։ Այսօր աշխարհը մտածում է, որ առաջնորդությունը կախված է սերից, բայց առաջնորդությունը կախված է օծությունից։ Սերը ոչ մի կապ չունի դրա հետ, կամ դու օծված ես կամ ոչ։ Եթե դու Քրիստոսով օծված ես, եթե Տերը օծել է քեզ, ուրեմն սերը այստեղ կապ չունի։ Թողեք սերը հանգիստ։ Շուտով վերջացնում եմ։ Եթե Աստված հանել է կնոջը, օծել է նրան, տվել է խոսք քարոզչության, պետք չէ սպասել մինչև որ մարդիկ դուռը կբացեն քո առջև։ Պետք չէ։ Աստված ինքը կբացի մեկ դուռ, եւ Աստված խոստացել է այդպիսի կանանց եւ բացել է, նայեք դարերով եկած կանանց, նայեք այն քարոզիչներին, ովքեր որ միլիոնավոր մարդկային հոգիներ են տարել դեպի փրկություն, եւ նայեք այն արագան ցերի ներկայացուցիչներին, ով որ մինչև առ այսօր միլիոնավոր մարդկանց հոգիներ տանում են դեպի կորուստ։ Երբեք, եթե Աստված դուռը բացեց, ով է մարդը, որ այն փակի։ Կարդում եմ վերջի խոսքը 2 Կորինթացիս 10-րդ գլուխ։ Եվ ասում է այսպես, եւ ով որ բարձենում է, թող Տերովը բարձենա,
Որովհետև ուշադիր եղեք, ոչ թե իր անձը հանձնարարողն է ընտիր, այլ նա, որին Տերն է հանձնարարել, այլ նա, որին Տերն է հանձնարարել։ Եվ այստեղ այլև եւս մեկ անգամ չկա կին եւ տղամարդ հասկացողություն։ Սա անձի մասին է, կարող է լինել կին, կարող է լինել տղամարդ։ Եթե Տերն է ինձ հանձնարարել, ապա ով է մաշտը, որ արկել քանդիսանա ինձ։ Եթե ես ինքս գիտեմ, թե ինչ տարիների փորձով եմ, ես այսօր բարձրացել, եթե դու կարող էիր ինձ 6 տարի առաջ ասեիր, որ Անահիտ մեկ օր դու գտնվելու ես այստեղ կանգնած խոսք քարոզելու, ես քեզ կասեի դու գժվել ես։ Իսկ ով էր տալու ինձ այդ լեզուն, իսկ ով էր դնելու այդ բառերը իմ լեզվի տակ, իսկ ով էր տալու ինձ այդ խոսքը, որ դու ամեն կիրակի լսում ես, ինչ ես կարծում, կարծում ես ես քեզ գիրք եմ կարդում, կարծում ես ես քեզ ուղղակի սիրո պատմություն եմ կարդում, թե երբևիցե չես հասկացել, որ անգամ 7 օրն է ինձ համար քիչ։ Այո, քիչ է։ Չկարծես ուղղակի, դու կարող ես խոսքը հենց այնպես դնես եւ քարոզես։ Կարող ես վերցնես ինչ որ մի, այո, վերցրա քարոզիր ինչ որ մի խոսք Աստվածաշնչից, բայց կամ նա ունի օծություն, կփոխի մարդու կյանքերը, կամ նա չունի օծություն, որ ոչ մի մարդու սրտին չի կպտի։ Իսկ իրական Աստծո խոսքը, ճշմարիտ Աստծո խոսքը այն նետաձիգ է։ Հիշում ես Հայկը ինչպես քաշեց եւ Բաբիլոնի թագավորի սիրտը մխրճեց այն նետը։ Եվ այսպես է չարի բարու կռիվը։ Երբ որ մենք մեղավոր ենք, երբ որ ինչ որ մեկից դու լսում ես խոսք, հանդիմանության խոսք, եւ այն նետը հասնում է քո սրտին, դու հասկանում ես, թե որքան ես հասկացել եմ, թե որքան գարշելի եմ եղել Աստծո մեջ։ Սա է պատճառը դարձել իմ փոխվելու։ Հասկացողության մեջ է, սիրելիս, զղջման մեջ է, սիրո մեջ է այս ծառայությունը։ Դու կարող ես Տիրոջը ծառայել։ Դու կարող ես աշխատել ու քո աշխատավարձի 99.9%-ը ներդնել Տիրոջ գործերի մեջ։ Կարող ես ասա։ Քեզ այդպես հեշտ չի ստացվի, ինչու՞, որովհետև փողը շատ ես սիրում։ Ինչու՞, որովհետև աշխարհի փառքը շատ ես սիրում։ Ինչու՞, որովհետև կիսվել այն շատ ես սիրում։ Բայց հիշիր, կան մարդիկ, ովքեր որ սիրում են Տիրոջը, ովքեր որ սիրում են միայն Քրիստոսին, ովքեր որ Քրիստոսից բացի աշխարհի տակ չունեն ոչինչ, որ կարող է փարատել այդ տվյալ մարդու սիրտը եւ հոգին։ Եվ սա է օծությունը, սա է սերը, սա է Աստծո մեջ ժուշկալությունը, ցանկությունը։ Եվ Աստված կամ կբարձրացնի, կամ կցածրացնի, մի վախեցիր։ Եթե մեղանչեմ եմ մեղք գործեմ, դու ինձ կտեսնես տապալված։ Այդ օրը շատ ու չի ուշանա, եթե իմ մեղքի պատճառով ես տապալվեմ, դա դու կտեսնես։ Ով կարող է Տիրոջ ծրագրերին եւ կամքին անդառնալի դառնա, ոչ մեկ։ Եղբայրս, քույրս խորհուրդ կտամ, Աստծո անսահման գոհությունը, կամքը երբեք չսահմանափակես փակագծերի մեջ։ Ասում է Աստվածաշունչը, Աստծո գործերը անքննելի են։ Գիտես ո՞րն է դա։ Դա հենց այս պահն է, որ դու երբեք չես կարող քննել այն։ Չես կարող հասկանալ։ Ասում է հոգևոր մարդու հոգին ոչ մեկ չի կարող քննել։ Դու կարող ես հասկանալ ինչ է կատարվում իմ ներսում, բայց ես գիտեմ ինչ է կատարվում։ Այո, քո ներսում։ Ես գիտեմ ամեն բան, ես տեսնում եմ քո ներսը, Աստված ինձ ցույց է տալիս քո հոգին, ցույց է տալիս քո միտքը ինչ է մտածում, ցույց է տալիս ամեն բան։ Դե, քանի որ այդքան շատ ենք աշխարհը սիրում, քանի որ կան որոշակի կանայք, որոնք այնքան շատ են Քրիստոսին սիրում եւ նվիրվում, երբեք մի դարձիր մեկը, ով որ երբևիցե կդատի շրթներքի համար, կդադի զարտերի համար, կդադի ամբիոնում կանգնած կնոջը քարոզելու համար, մի դատիր, որ չդատվես, ուղղակի հասկացիր, որ Աստված այնքան մեծ է եւ այնքան անքննելի, նա գիտի ում հետ ինչպես է վարվում, ինչ որ մեկը թող ասի ամեն։